Հավատում եք, որ Փաշինյանն իսկապես զղջացել է զոհվածի դստերը փախած անվանելու համար։ Չգիտեմ, ճիշտն ասած։ Խոսելուց առաջ կարելի է մտածել, ես կարծում եմ դա ու վարչապետին սազական չէր նման արտահայտություն անելը, զսպվածությունը ամենալավ բանն է։ Դրան вообще չեմ հավատում։ Դե եթե ներողություն ա խնդրել, ինձ թվում է ներողությունը հերիք է արդեն։ Իսկ եթե չէ, արդեն իրանց երկուսի գործն է, դա ինձ չի վերաբերվում։ Երևի հունից հանել է մի բան ասել է էլի, այդքանը չկարի, մարդկանց ներվերի հետ խաղալ։ Օ, ինչի։ Բան չկա, Հետևից եք ընկեք։ այդպես բան չկա, սուտ ասա։ Օլից զզվում է։ Այդ մեկից ոչ տեղեկություն ունեմ, ոչ կարամ ճիշտ։ Մետրոյում վիճաբանության մեջ եմ մտել Արցախյան պատերազմում զոհվածի դստեր հետ եւ ասել է փախածներ եք։ Չեմ կարա պատասխանել, չեմ կարա։ Իհարկե ոչ։ Առաջի անգամ չէր, իրա ոչ մի խոսքին էլ չեմ հավատում, հետո մի բան էր, եթե մի շարքային քաղաքացի տենց վիրավորանք հարցներ, կարծեմ Եղեռնի համալիրում իրա նախկին զույգ ընկերուհու հետ կապված կարծես թե քրեական գործ կա։ Ով ասե, որ ինքը իրավունք ունի հանցագործություն կատարի, ներողություն խնդրի։ Հիմա որ ես իրան վիրավորեմ ու ներողություն խնդրեմ, ինչ չեմ պատժի, ամոթ է։ Ներողություն խնդրելը որն է, երկիր է ներկայացնում։ Ես չգիտեմ, սա ազգային ամոթ է, երկրորդն էլ երեխայի ներկայությամբ այդ երեխային հոգեկան տանջանքների ենթարկեց, ով ասե, որ իր արփին ավելին է, քան ուրիշի երեխան։ Ես անձամբ իրան չեմ ներում։ Թող նայի սովորի նախկին նախագահներից։ Իդեմս Ռոբերտ Քոչարյանի պահվածքը, կեցվածքը, արտահայտվելու ձևը, ոմանք երևի ինչ-որ տարային վրիպակի համար ասում են հայերեն չգիտի, ինքը շատ լեզուներ գիտի, շատ բան գիտի, այդ ցանկացածից մոտ կարա լինի, թող իրանց նայեն, կուկուռուզ են կրծում, չգիտեմ, անհարմար է, էլ ինչ ամնում նկարեն ցույց տան, մեր երկրին նորմալ ղեկավար է պետք, արդեն մնում է, չգիտեմ, մեր տների մեջ էլ վախենանք իրանց նմաններից, ես ամոթ եմ զգում, իրա փոխարեն։ Իսկ հավատում եք իր անկեղծությանը։ Ոչ, սկզբից էլ ասեցի, նախ դա բան չի փոխում։ Եթե մարդը կարա հանցանք գործի, զանձանք գործի, ներողություն խնդրի, ուրեմն դա բոլորի համար է։ Բոլորի մի նախադասություն գրելու համար պատժում են։ Ես չեմ հավատում իրան։ Ինչին հավատամ։ Ասում էր Ղարաբաղը Հայաստանը եւ վերջ։ Ինչ եղավ։ Չեմ հավատում։ Այ որ կարա ցանկացած առիթով սուտ խոսի, հետո հրաժարվի, դրան հավատում եմ։ Ինձ ես ոնց կարող եմ տենց չեմ կարող ասել։ Զղջացել ուղղակի ես ամբողջ տեսանյութն եմ նայել։ Ճիշտ ասած դուք մի վերջից եք գալի։ Եթե կարելի է անհատ սկիզբը նայեք։ Ինչ էր արել այդ մարդորինը։ Ես հանգիստ քաղաքավարի զրուցում է։ Եթե ասեց ես այդ մտքով եմ, ինքը դաժե չէր հիշում այդ էմոցիաների տակ, ես տեսել եմ, ասաց ուզում եմ բառացի հիշել, ասաց չի կարող պատահի, բայց եթե ես ասել եմ տենց հանկալվել կամ ինչ-որ բան, ես ներողություն եմ, ես լսել եմ իր ներողությունը, ես լսել եմ, բայց ուղղակի չեմ հասկանում ագրեսիան ժողովրդի, անկեղծ եմ ասում, ինչի համար, ասենք չես ուզում, չես ընդունում, լուր հրաժարվի եւ կային մի քանի հոգի, ասին չեք ուզում, վերջացավ գնաց, այսինքն հրահրելը հրեշտակ է լինի, կարող է այդ հրահրումից իմ կարծիքով ինչ-որ բորբոքվի, չգիտեմ։ Որ ինքը ասել է, որ ես զղջում եմ, որ մի քիչ կոպիտ եմ խոսացել, ես հավատում եմ, որ ներողություն ա խնդրել։ Ամեն մեկը չէր անի։ Ամեն մեկը չէր անի, ամեն մեկը կոպիտ եմ ասում, դերևից չէր իջնի։ Ինքը իջավ։ Հարգում եմ։ Բայց չիջավ նաև փախած անվանելով Արցախցուն։ Փախած։ Դա էլ իջնել չէր, ձեր ասած վերել։ Ես մանրամասն չգիտեմ ինչ խոսքեր ա օգտագործվել, փախած, չփախած եւ այլն, դա տարբեր կտրվածքներով տարբեր մարդիկ տարբեր ձևերով են։ Ես իմ կարծիքը ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի հենց երևում է, որ վիճում է ու ասում է փախածն է այդ կնոջը Արցախ։ Փախած ընդեղից, հա, չեմ կարող ասել։ Ես ընդհանրապես իմ
իմ կարծիքը ունեմ այդ ամեն ինչի, Արցախ, Մարցախ, Հայաստան, Թուրքիա, ով ինչ ճանաչում է, ես ինձ վերջի մարդը չեմ ես քաղաքում, իմ դիրքորոշումը լավ գիտի, բայց ես դա չեմ արտահայտում, եւ դա ինչ ասում եմ 15 տարի առաջ, 20 տարի առաջ, դա հիմա կատարվում է, թե ինչն է կատարվում, ինչը չի կատարվում, կներեք չեմ ասի, բայց ես ուզում եմ ասեմ, որ ոնց ձեզ ասեմ, հավատում եմ, որ երկիրը պիտի ծաղկի, էդի կարամ ասեմ, թե ում հետ կծաղկի, ոնց կծաղկի եւ այլն իմ մեջ պահեմ, այդ ես գիտեմ, չեմ ասի, բայց ծաղկելու է եւ հավատում եմ, որ այդ օրը կտեսնեմ։